Հարգելի պատվիրակներ, հարգելի հյուրեր, ասվեց արդեն, Արամ Մանուկյանն ասվեց, որ լսվում, Արամ Մանուկյանն ասվեց, որ ցուցակի հաստատման պահանջը համագումարի միջոցով առաջին անգամ է կիրառվում։ Օրենքի փոփոխություն են արել ընտրական օրենսգրքի, համաձայն որի բոլոր ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքները իրենց ցուցակի առնվազն առաջին 30 համարը պետք է հաստատեն համագումարով։ Այս պահանջը թեև անիմաստ պահանջ էր իրականում, բայց դե ստիպված ենք ենթարկվել օրենքին եւ կատարել այդ պրոցեդուրան։ Օրենք ցուցակ կազմելը, ցուցակ քննարկելը բոլորդ փորձված քաղաքական գործիչներ եք, երկար ճանապարհ եք անցել, գիտեք, որ դա շատ բարդ խնդիր է։ Եվ համագումարներով նման հարցեր քննարկելը ավելի է բարդացնում բնականաբար իրավիճակը։ Բարդությունը իհարկե ցանկացած ցուցակ կազմելուց գլխավոր բարդությունն նրանում է, որ արժանավորները շատ են, բայց տեղերը, որոնց նրանք արժանի են, շատ քիչ են, սահմանափակ։ Հետևաբար միշտ առաջանում է այդ խնդիրը։ Ինչպես այդ բոլոր արժանավոր մարդկանց տեղավորել փոքր քանակով, ուրեմն ցուցակի բարձր տեղերում։ Ցուցակը մենք կազմել ենք մոտ 1 ամիս։ 1 ամիս աշխատել ենք այդ ցուցակի վրա, վարչությունը քննարկել է, ստեղծել է աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբը սկսել է նախագիծը կազմել, նախ եւ առաջ չափորոշիչները սահմանել, որոշակի չափորոշիչներ, որպեսզի այդ չափորոշիչների հիման վրա կարողանանք ցուցակը կազմել։ Առաջարկություններ են եղել տարբեր կուսակցության տարբեր անդամների կողմից։ Այդ ամեն ինչը հաշվի առնվել, կազմվել է վերջնական ցուցակը, վերջնական ցուցակը ոչ ամբողջությամբ, ամբողջական մեր ցուցակը ավելի մեծ է լինելու։ Ուղղակի այս օրենքի պահանջը կատարելու համար առաջին 60-ի ցուցակը կազմվել է։ Վարչությունը քննարկել է այդ հարցը, քննարկել է բավականին երկար, շատ մանրամասն, բայց պետք է ասեմ, որ թեև երկար եւ շատ մանրամասն, բայց շատ կոնստրուկտիվ, շատ միասնական, որևէ ուրեմն դժգոհություն, նկատի ունեմ սկզբունքային դժգոհություններ, առարկություններ, բան չեն եղել, վարչությունը դրսևորել է շատ միասնական ուրեմն մոտեցում, շատ համախմբված մոտեցում։ Մենք վստահ ենք, հետո այդ հարցը իհարկե քննարկել ենք նաև տարածքային կառույցների ղեկավարների հետ, տեղեկացրել ենք մեր որոշման մասին եւ խնդրել ենք դա փոխանցել նաև կուսակցության բոլոր անդամներին։ Մենք վստահ ենք, վարչությունը վստահ է, որ համագումարը այսօր կդրսևորի նույնպիսի միասնականություն, նույնպիսի համախմբվածություն, ինչպես եղավ վարչությունում, եւ մենք այս դահլիճից դուրս կգանք միասնական որոշում ընդունած։ Ինչպես տեսնում եք, ցուցակը ձեզ բաժանվել է, հիմա մեր տեխնիկական խումբը խնդրում է, որ ես ցուցակը ընթերցեմ, որովհետև տեխնիկական պատճառներով չեն կարողանում էկրանին ցույց տալ ցուցակը։ Ես ճիշտ ասած չգիտեմ, կարիք կա դրա։ Ինչ եք կարծում։ Ինչպես։ Կա, որովհետև հյուրերը չունեն այդ ցուցակը։ Հա, լավ, ես շատ արագ հիմա կընթերցեմ ցուցակը, հետո մի քանի բան էլ պետք է ասեմ ցուցակի վերաբերյալ։ Ուրեմն, առաջին Լևոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն, երկրորդ Արամ Մանուկյան, երրորդ Տաթև Զորյան, չորրորդ Սամվել Աբրահամյան, հինգերորդ Ավետիս Ավագյան, վեցերորդ Եվա Ադամյան, յոթերորդ Ալեքսան Հակոբյան, 8-րդ Արամ Բարեղամյան, 9 Լիլիկ Տարլամազյան, 10-րդ համար Մամիկոն Կանոյան,
11 Արմեն Խաչատրյան, 12 Նարինե Հովհաննիսյան, 13 Արշավիր Ղուկասյան, 14 Գևորգ Գևորգյան, 15 Անահիտ Բոբիկյան, 16 Կարեն Թովմասյան, 17 Սերգո Տոնոյան, 18 Նարինե Գիժլարյան, 19 Տիգրան Պապոյան, 20 Թելման Պետրոսյան, 21 Սոֆիա Յորդեկյան, 22 Սուրեն Ճուղուրյան, 23 Արտյոմ Հակոբյան, 24 Լարիսա Ղուկասյան, 25 Սամվել Կարաբեկյան, 26 Արամ Գասպարյան, 27 Թամարա Նազարյան, 28 Սասուն Վարդումյան, 29 Արտակ Հարությունյան, 30 Նունե Ղազարյան, 31 Վարդան Հարությունյան, 32 Աբրահամ Սարգսյան, 33 Հասմիկ Բաբայան, 34 Աշոտ Մելքոնյան, 35 Արտակ Կարապետյան, 36 Աստրիկ Խարատյան, 37 Ռուբեն Ոսկանյան, 38 Հովհաննես Ղազարյան, 39 Գոհար Հարությունյան, 40 Գաբրիել Օհանյան, 41 Ալբերտ Հակոբյան, 42 Իրինա Ավետիսյան, 43 Խաչիկ Մարտիրոսյան, 44 Վահան Մարկոսյան, 45 Նվարդ Մանսուրյան, 46 Հովհաննես Հակոբյան, 47 Արտավազդ Այվազյան, 48 Աստրիկ Աղեկյան, 49 Արտուշ Մելիքբեկյան, 50 Աշոտ Ամիրխանյան, 51 Ազատուհի Սահակյան, 52 Արայիկ Ավագյան, 53 Մանվել Արաքելյան, 54 Վաղանուշ Վաղարշակյան, 55 Վիկտոր Գասպարյան, 56 Ստեփան Ստեփանյան, 57 Անի Վարդանյան, 58 Բաթ Ադամյան, 59 Արարատ Գևորգյան, 60 Սվետլանա Արմենակյան։ Ես արդեն ասացի, սա ամբողջական ցուցակը չի, այս ցուցակը մենք այսօր համագումարով պետք է հաստատենք, հետո վարչությունը պետք է համալրի ցուցակը, օրենքը պահանջում է, որ ցուցակում լինեն առնվազն 80 անձ, վարչությունը դա կհամալրի, օրենքով դա վարչության լիազորությունն է, վարչությունը կհամալրի եւ մինչեւ օրենքով սահմանված հայտերի ներկայացման ժամկետը, այսինքն մինչեւ ապրիլի 23-ը մենք մեր ընտրական հայտը կներկայացնենք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Երկու բան եմ ուզում ցուցակի վերաբերյալ ընդհանրապես ասել։ Մեր ցուցակում ընդգրկված են, դուք արդեն տեսաք, Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը եւ մի նյուանս էլ կա, դուք հիմա ցուցակում չեք տեսնում մարդկանց անուններ, որոնց հաստատ կուզեիք տեսնել ցուցակում, վաստակաշատ, հեղինակավոր, կշիռ ունեցող, մեծ քաղաքական գործունեության մեծ ճանապարհ անցած անձանց, բանը նրանումն է, որ նրանք իրենց նախաձեռնությամբ, որը քննարկվեց նաև մեզ հետ, երիտասարդ գործիչներին համար ճանապարհ հարթելու, այս ծրագիրը, որը մենք մեր կուսակցությունը արդեն 2-3 տարի է մենք գնում ենք այդ ուղղությամբ, երիտասարդներին աջակցելու, երիտասարդների համար ճանապարհ բացելու, օգնելու նրանց կայացմանը, այդ նպատակով մեր այդ գործիչների մի խումբ, ես հիմա նրանց անունները կասեմ, նրանք ասացին, որ իրենք լինելու են ցուցակի վերջում, եզրափակելու են մեր ցուցակը, լինելու են մեր հենարանը եւ լոկոմոտիվը։ Այդ մարդկանց անունները շատ բան են ասում եւ նրանց այս քայլը իհարկե շատ կարևոր էր եւ ցուցակի ուրեմն այդ միասնականությունը ապահովելու եւ երիտասարդների ճանապարհը բացելու։ Խոսքը գնում է Վիկտոր Միրումյանի, Վալոդիա Հովհաննիսյանի, Միքայել Մարտիրոսյանի, Աշոտ Սարգսյանի եւ Արման Մուսինյանի մասին։ Այնպես որ մի զարմացեք, որ նրանք այս 60-ի մեջ չկան, նրանք իրականում ցուցակում են, նրանք միևնույն է մեծ ծավալի աշխատանք են կատարելու ընտրություններում։ Հիմա կոնգրեսում նույնիսկ մի թեվավոր խոսք է պտտվում, ասում են մեր ցուցակի վերջին 5 համարը ավելի ուժեր են, քան շատ ու շատ կուսակցությունների առաջին հնգյակները։
Հիմա մենք մի կարևոր սկզբունք էլ էս ցուցակը կազմելուց եւ այդ զգացինք նաեւ վարչությունում քննարկման ժամանակ։ Տեղերը բոլորովին կարևոր չեն։ Ոչ մեկի համար տեղերը կարևոր չէին։ Տեղի համար վեճ, բանավեճ քննարկում տեղի չի ունեցել։ Բոլորը հասկանում են, որ կարևորը ոչ թե տեղն է, այլ կարևորը այս ցուցակն է։ Եվ այս ցուցակի մեջ ընդգրկված յուրաքանչյուր անձ առանձին վերցրած եւ մենք բոլորս որպես միասնական մի թիմ համարենք, որ այս բոլորը մարտիկներ են, որոնք մտնելու են ծանր կարևոր պայքարի մեջ եւ ինչպես մեր կուսակցության 38-ամյա պատմության մեջ միշտ եղել է, նրանցից յուրաքանչյուրը այս ցուցակում ընդգրկված անձանցից յուրաքանչյուրը պատրաստ է մի կողմ դնելով կուսակցական եւ անձնական շահերը մեր 38-ամյա ավանդույթով եւ սկզբունքներով առաջնորդվել միայն մեր պետության շահերով եւ մեր ժողովրդի բարեկեցության ապահովման նպատակի համար։ Եվ մեր ամբողջ ընտրապայքարը, այս ընտրարշավը առաջիկա մեկ ամսվա հենց այդ նպատակի համար է լինելու։ Ես ավարտեցի իմ խոսքը եւ նորից ուզում եմ վարչության անունից վստահություն հայտնել, որ համագումարը նույն միասնականությամբ, համախմբվածությամբ հիմա կքվեարկի եւ որոշում կկայացնի այս ցուցակին դեպի ճակատամարտեր ուղղելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան։